Այն որ թիրախային ապատեգատվությունը շատացել է, դա ակնհայտ է սպասելի է, այսինքն ամեն ընտրություն վերում է հետը այս ամեն ինչի շատացում։ Ուրիշ հարց, որ մի քիչ շուտ է սկսվել։ Ուսումնասիրել էինք այդ խորհրդային տարբեր երկրների փորձը, օրինակ այդ բոտերը ակտիվորեն աշխատել են Մոլդովայում, ոչ միայն վերջին ընտրությունների ընթացքում, այլ նաև դրան նախորդած ընտրությունների ընթացքում, այսինքն ձեռագիրը շատ նման է եւ երբ առաջին այդպիսի հարձակումները եղան, մեզ համար դա այնքան մեծ անակնկալ չէր։ Ինչ է սա։ Սա մարդկանց կամքի վրա արհեստականորեն ազդելու գործիք է, այնպես անելու, որ մարդը չկարողանա օբյեկտիվ գնահատական ձևավորել։ Կեղծ լուրեր նորաստեղծ կայքից, ինչպես է տարածվել Փաշինյանի եւ Պապիկյանի մասին ապատեղեկատվությունը։ Օրերս ակտիվացած էջը սուտ է տարածում։ Հայաստանում տաքսի ծառայությունը միայն էլեկտրոմոբիլներով մատուցելու որոշում չկա։ Արդարադատության նախկին նախարարը կեղծիք է տարածել։ Թուրքիայում տպագրված հազարավոր կեղծ հայկական անձնագրերի լուրը հորինված է։ Սա ընդամենը վերջին օրերից ծաղկաքաղ է 2020 թվականի պատերազմից հետո չընդհատվող մանիպուլատիվ կամ կեղծ լուրերի ալիքը թարմացված գործիքակազմով ու դերակատարներով է շարունակում տարածվել հայկական մեդիա ու համացանցային տիրույթում։ Փորձագետների դիտարկումն է։ Վերջին շրջանի ամենաաղմկոտ սուտը հայկական կեղծ փաստաթղթերի տպագրման մասին էր։ Իբր Վրաստանում հայտնաբերվել են Թուրքիայում տպագրված 100 հազարավոր հայկական կեղծ անձնագրեր, նույնականացման քարտեր։ Սեպտեմբերի 25-ին ռուսական յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութը գեներացված է արհեստական բանականությամբ, եւ որ այն սուտ լուր է, հենց տեսանյութի սկզբում ու նաև նկարագրության մեջ է ներառված։ Այս տեսանյութում ներկայացված բովանդակությունը նախատեսված է միայն ժամանցի համար։ Մեր պատմությունները մտածածին են եւ հիմնված են հորինվածքի վրա։ Խնդրում ենք չընդունել դրանք որպես իրականություն։ Բայց հայկական տիրույթ այն հասավ որպես իրականություն 5 օր անց հոկտեմբերի 1-ին։ Առաջինը արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը այն հանրայնացրեց։ Առանց որևէ ստուգում իրականացնելու, այսինքն այդ fact-checking անելու, միանգամից տարածում է նախկին արդարադատության նախարարը, ինչը շատ սիմվոլիկ է եւ խոսում է նաեւ այն մասին, թե ինչպիսին է եղել նախկինում արդարադատության ոլորտը Հայաստանում։ Պետք է պարզել այնուամենայնիվ ինչու են այդպիսի ապատեղեկատվություն գիտակցաբար ձևավորում զվարճացնելու նպատակով։ Արդյոք դուք չունեք թաքնված միսիա, որ նման սուբյեկտները Հայաստանի ներսում դա կարող են վերցնել եւ օգտագործել։ Ապատեղեկատվությունը չսահմանափակվեց միայն պարզապես սոցիալական հարթակների օգտատերերի էջերում տարածմամբ, միացան նաև տարբեր լրատվամիջոցներ։ Նախկին նախարարի գրառմանը հղում անելով առանց ուսումնասիրելու վրացական տեղեկատվական աղբյուրները եւ կամ այն, որ այդ տեսանյութում որևէ իրական կադր չկա։ Լրատվամիջոցներից մի քանիսը հետո լուրը ջնջել են, մի քանիսում այն նույնությամբ պահպանվում է առանց հերքումների։ Օրը շարունակ համացանցում տարածվում էր այն աղբյուրներ, որոնց մենք սկզբունքորեն չենք անդրադառնում, չնայած ունեն մեծ լսարան, բայց երբ արդեն դրան անդրադառնում են դասական լրատվամիջոցները, հասկացանք, որ իսկապես համակարգային ապատեղեկատվական արշավ է եւ այդ ժամանակ անդրադարձանք թեմային եւ ուսումնասիրեցինք առաջին հերթին վրացական պաշտոնական աղբյուրներ, արժանահավատ լրատվամիջոցներ, ինչու՞ չէ նաեւ ոչ արժանահավատ աղբյուրներ եւ ընդհանրապես վրացական կողմը հայկական կեղծ փաստաթղթերի հայտնաբերման մասին ոչինչ որևէ հաղորդագրություն չի արել։ Նաև վրացի գործընկերներին դիմեցին համատեղ ուսումնասիրության համար արդյունքն անփոփոխ էր վրացական աղբյուր, պաշտոնական կամ ոչ պաշտոնական, նման որևէ տեղեկություն երբևէ չի տարածել։ Այդ ընթացքում սակայն հորինված լուրը Հայաստանում դեռ ակտիվորեն տարածվում էր։ Իմացել ես, այդ որ 200,000 կեղծ անձնագիր էիք տպել Վրաստանի սահմանին բռնել են, Սլաքներն ուղղվում էին դեպի իշխանությունները, ասում էին, որ բնականաբար իրենք են պատվիրել, այդ անձնագրերը պատրաստվել են Թուրքիայում եւ վրացի ուժայինները դրանք հայտնաբերել են Թուրքիայից Վրաստան մտնող շինարարական ինչ-որ բեռներում։ Թեմայի ընտրությունը տեղանունները ոչինչ պատահական ընտրված չէ, քաղտեխնոլոգիա է, Էդգար Վարդանյանը մանրամասնում է։ Ակնհայտ է, որ այստեղ կա արշավ։ Դա արշավի շրջանակներում է, դա պատահականություն չի, դա կազմակերպված գործողություն է։ Նաև մարդկանց հավատը դեպի ժողովրդավարություն փորձում են դրանով սասանել, ասելով, որ այ նախկինում հիշում եք, չէ, նույնն էր, հիմա էլ նույնն է։
Իսկ որպեսզի նաև էմոցիոնալ ֆոնն ապահովեն, այս կեղծիքին ավելացրել են Թուրքիա անունը, ցույց տալու Թուրքիայի համար նախընտրելի է Նիկոլ Փաշինյանը, նրանց համար է աշխատում։ Պետք է կորցնենք մեր ազգային ինքնությունը, մեր սուվերենությունը եւ դառնանք Թուրքիային ենթակա ինչ-որ մի տարածք։ Սրանք այն հիմնական նարատիվներն են։ Եվ իրենք բնականաբար հիմա էլի այդ տարատեսակ ապատեղեկատվական արշավների, հարձակումների համար հիմք են ծառայում։ Իդեպ, փաստերի ստուգման հարթակից հոկտեմբերի 6-ին նաև Գևորգ Դանիելյանի հետ են փորձել խոսել գրառման մասին, սակայն Արդարադատության նախկին նախարարը ժամանակ չի ունեցել հարցերին պատասխանելու, որից հետո Facebook-յան գրառումը դարձել է անհասանելի, բայց լուրը դեռ որպես սկանդալային նորություն շարունակում էր տարածվել։ Թե ինչպես կարելի է այս թեմայի շուրջ չճչալ, ուղղակի չճչալ։ Դանիելյանի արդեն իսկ հեռացված գրառմանը հղում անելով հոկտեմբերի 6-ին Մայրաթորի ԶԼՄ-ի գծով պատասխանատու Հռիփսիմե Արաքելյանը հենց Մայրաթորի բակից Facebook-յան ուղիղ եթերում պատմում էր կեղծ լուրը թարմացված կեղծ փաստերով։ Որը ուսումնասիրում են փորձագիտական շրջանակների վերլուծություն, նաև վրացական պաշտոնական մամուլը այս ամեն ինչի մասին աղաղակում է, որ այդ անձնագրերը մաքսիմալ պրոֆեսիոնալ, հա, ասենց ճակերտավոր ասեն պրոֆեսիոնալ, բայց մաքսիմալ լավ որակի կարողացել են կեղծել։ Վրացական պաշտոնական կամ փորձագիտական որևէ տեղեկություն մենք եւս չկարողացանք գտնել, թեպետ հիշեցնենք, հենց տեսանյութի աղբյուրն էլ է ասում, լուրը հորինված է։ Այս ուղիղ եթերը 2000 հավանում եւ 168,000 դիտում ունի, հեռացված չէ մինչեւ այսօր։ Գերատեսչություններն էլ էլի ուշանում են։ Այս դեպքում շրջանառվող տեղեկությունը ներքին գործերի նախարարությունը հերքեց լուրը տարածվելուց միայն 4 օր անց Armenpress-ի հետ զրույցում, բացահայտ ապատեղեկատվությունը եւ իրականության հետ որևէ աղերս չունի։ Ինչու է այս ամեն ինչը այսքան ինտենսիվ սկսվել հիմա հենց։ Կարծում եմ, որովհետև ընդդիմադիր շրջանակները հասկացել է, որ Հայաստանում անհնարին է ինչ-որ փողոցային գործընթացների միջոցով ազդել քաղաքականության վրա, իշխանություն փոխել։ Իսկ ընտրության ելքի վրա ազդել կկարողանան, եթե ազդեն մարդկանց վստահության վրա, շարունակում է Էդգար Վարդանյանը։ Սասանել վստահությունը ընտրական ինստիտուտի նկատմամբ։ Համոզել մարդկանց, որ իշխանությունները չունեն որևէ այսպես լեգիտիմություն, աջակցություն եւ այս ստիպված են այդպես արհեստական միջոցներով ապահովել ձայներ։ Սա աղմուկանած, բայց ոչ միակ ապատեղեկատվությունն է։ Փաստեր ստուգող լրագրող Նանե Մանասյանը պատմում է. տեղեկատվական համակարգված արշավներին պատրաստվել են ամիսներ առաջ եւ ինչքան ընտրության օրերը մոտենան, այնքան այդ արշավներն ավելի հաճախակի են դառնալու։ Այս արշավների թիրախում ոչ միայն հայաստանյան լսարանն է, այլ նաեւ միջազգային լսարանը, որովհետեւ մեծ շեշտադրում է արվում, քանի որ կոնտենտը օտարալեզու է, ոչ հայալեզու է։ Երկու խնդիր է լուծվում, նաեւ ազդել Հայաստանի միջազգային իմիջի վրա իդեմս օրինակ գործող իշխանությունների, որոնք ներկայացնում են Հայաստան։ Ոչ թե սունկ կայքերը, այլ հայտնի կայքերի կրկնօրինակումներն են այսօր ավելի մեծ զբաղեցնում ապատեղեկատվական արշավում։ Սամվել Մարտիրոսյանն է մանրամասնում։ Գերմանական բառ են օգտագործում doppelganger-ը, այսինքն ռուսերեն որ ասում են դվայնիկ, հա։ Եթե սունկ կայքը ինչ-որ լրիվ հիմար կայքեր են, այսինքն մի քիչ գոնե ուշադիր մարդը կհասկանա, որ ինչ-որ աղբանոց է անկել։ Այս դեպքում դա միանշանակ չէ, իրանք օգտագործում են իրական լրագրողների անուններ կամ նմանացնում են Սիրուն Սարգսակ։ Եվ քանի որ սոցիալական հարթակները շարունակական ու ինտենսիվ պայքար են տանում կեղծ լուրերի ու էջերի դեմ, այսօր մանիպուլատիվ լուրեր տարածելու այլ մեթոդներ են մշակվում, կիրառվում։ Շատ քաղաքական ուժեր, երկրներ նաև օգտագործում են այսպես ինչ-որ մոխրագույն զոնայում գտնվող փորձագետների, ճակերտներով ասած, այսինքն կան մարդիկ, որոնք պատրաստ են ինչ-որ փողի դիմաց, մի կիլո հալած յուղի դիմաց, նայած ով ինչ կարողություններ ունի, ոնց որ վճարված նյութեր գրել, տարածել, կարծիք հայտնել, էլի այնպիսի, ինչպիսի պատվիրատուին պետք է։ Հետո արդեն բոտերն էլ բերում են որպես այդ ամեն ինչը ուժեղացնելու, ռեզոնանս ստեղծելու համար։
Այն, որ Հայաստանի դեմ ուղղված արշավը ակտիվացել է, պատմում է նաև Agentstvo հետաքննական հարթակը։ Ըստ ուսումնասիրության, օրերս ռուսական ապատեղեկատվական ցանցի Matryoshka-ի հաշիվները սկսել են սոցիալական ցանցերում տարածել տեսանյութեր, որոնցում հիշատակվում են Հայաստանում 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Բոտերի արգելափակիչ նախագծի ներկայացուցիչը լրատվամիջոցին պատմել է, որ իրենց տվյալներով դեռ երբեք Matryoshka-ի շրջանակում ընտրություններից առաջ այսքան շուտ քարոզարշավ չի մեկնարկել։ Իսկ այսքան շուտ մեկնարկել է, քանի որ խաղադրույքներն են բարձր։ Էդգար Վարդանյանի դիտարկումն է։ Բազմիցս փորձ է արվել միջամտելու Հայաստանի ներքին քաղաքականությանը եւ բազմիցս փորձ է արվել ըստ էության տապալելու այն մինիմալ դեմոկրատական կարգը, որ Հայաստանում կա, եւ չի ստացվել։ Այդ թվում մենք տեսել ենք, որ Հայաստանում փորձ է իրականացվել ռազմական հեղաշրջում իրականացնելու։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Matryoshka-ն բոտերի միջոցով արշավներ է կազմակերպում։ Ըստ այս ուսումնասիրության հոկտեմբերի 7-ին Matryoshka-ի հաշիվները հրապարակել են առնվազն 10 տեսանյութ։ 4 տեսանյութում օգտագործվել են Օսվենցիմի նախկին գերիների կերպարներ, որոնց անունից ասվում է, թե Նիկոլ Փաշինյանը գազային խցեր է կառուցում։ Մեկ այլ տեսանյութում ասվում է, թե իբր Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը մարզել է հայ ուժայիններին, որ 2026-ի ընտրություններից հետո հնարավոր բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառեն։ Առաջ դա անում էին ձեռքով, այսինքն գրանցում էին ֆեյքեր, ամեն մեկը մի 10 ֆեյքեր ունենում եւ այլն, հետո շատ է արագ եկան ավտոմատացման, որովհետեւ մեծ քանակներ այդքան մարդով չես էլ կարող անել ու սկսեցին կիրառել ուղղակի ռոբոտներին։ Այսինքն ավտոմատ ստեղծվում է հաշիվ ու հետո եթե այդ կենտրոնից ինչ որ ապատեգատվություն ա նետվում ցանց, իրանք սկսում են դա տարածել, լայքել, մեկնաբանել, որպեսզի համ նայողի մոտ տպավորություն ստեղծի, որ այսքան մարդ տարածել է, ուրեմն լուրջ բան է, իսկ մարդկանց մոտ դա ենթագիտակցորեն կա։ Պլյուս նաև որ ազդեն սոցցանցերի ալգորիթմների վրա, որպեսզի դրանք ավելի շատ մարդու ցույց տան։ Իդեպ բոտերը ոչ միայն իրական օգտատիրոջ գրառումը կարող են տարածել, այլև հենց իրենք ստեղծել գրառում, ըստ հրահանգների։ Հայաստանի վերաբերող այս վերջին ամիսներին ուժեղ ակտիվացում կա, ընդ որում ասեմ, որ զուգահեռ Մոլդովայի այնտեղ էին ընտրություններ եւ տարբեր երկրների ուսումնասիրողներ կապում են Ռուսաստանի տարբեր կենտրոնների հետ, որոնք աշխատում են նմանատիպ կառուցչական գործողությունների վրա։ Շերտերը շատ են, նպատակը մեկը, Էդգար Վարդանյանը մանրամասնում է։ Հնարավորինս շատ այսպես կեղծ տեղեկատվություն եւ այդ կեղծ տեղեկատվությունով այնպես անել, որպեսզի իրական տեղեկատվությունը չերևա, բայց այստեղ կա նաև երկրորդ ասպեկտը։ Շահագործում են մարդկանց վախերը, մարդկանց ստերեոտիպները։ Սա նոր փորձություն է, որ պետք է հաղթահարել, փաստեր ստուգող հետաքննող լրագրողները կարծում են առաջիկայում գուցե նաև արշավի իրենց համար արդեն հայտնի ձևերը փոխվեն եւ ավելի երկար ժամանակ պահանջվի կեղծ լուրերի հետքերը գտնելու մեխանիզմները պարզելու համար։ Իրնամ Կրչյան, Հովանես Քյուրքչյան, Դավիթ Սարգսյան եւ Կարեն Բաղդասարյան, Կիրակնորյա լուրեր։